Էվերեստի ճանապարհին առերեսվել եք մահվան հետ, թթվածին չունեք ու գտնվում եք 8000 մետր բարձրության վրա։ Շերպաները վախից պարանները թողեցին եւ փախան։ Եվ ես մնացի աստիճանի ամենակենտրոնում իմ շերպան։ Սկսեց իջնել ներքև, տանելով ամբողջ լիքը թթվածնի պաշարները իր հետ։ Երբ հասակ գագաթ, մեր դրոշը այնտեղ ծածանեցիք, երգեցիք նաեւ շարական։ Արդյոք Էվերեստը ընդունում էր բոլոր $15000 վճարած մարդկանց։ Բլոգերները շատ անգամ ավելի շատ են։ Մարդիկ մահանում են, մարմինները տեղեր կան, որ չեն կարողանում հանել։ Առաջին մահացած մարմինն ենք տեսել։ Ինաշատ Արարատ բարձրացած հայն եք։ Նանդապանի խարիսխի տեղի գտեմ։ Ինչ արժե Էվերեստ գնալը։ Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Իդեպ մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Իդեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը աշխարհի ամենաբարձր կետում եղած 8848 մետր հաղթահարած, Էվերեստ բարձրացած, լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Գևորգ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Բարի վերադարձ։ Շնորհակալություն։ Եկեք սկսենք Էվերեստի նախապատրաստությունից։ Մենք հայերով շունչներս պահած սպասում էինք ու հետևում էինք ձեզ բարձրանալու այդ ամբողջ ընթացքին մինչև գագաթ հասնելը եւ կուզեմ այսօր մանրամասն փուլ բոլոր այդ պատրաստություններով, դժվարություններով անցնենք մեր զրույցի ընթացքում, բայց մինչև բուն Էվերեստի գալը գիտեմ, որ նաեւ ամենաշատ Արարատ բարձրացած հայն եք, 26 անգամ բարձրացել եք։ Դա Էվերեստի նախապատրաստություն էր, թե այլ պատճառ կար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ լինել այստեղ։ Ասեմ, որ առաջին անգամ ընդհանրապես լեռ բարձրացել եմ 2011 թվականին եւ ինչքան էլ կարող է զարմանալի լինել մեր դիտորդների համար, բայց դա արագացն էր։ Այնպես ստացվեց, որ առաջին անգամ արագած բարձրացա 15-16 տարի առաջ գրեթե եւ դրանից հետո մի քանի ուրիշ լեռներ գնացինք ընկերներով կամ արշավ էինք կազմակերպում դեպի Գեղամալ լեռներ Ուխտասար եւ այնպես ստացվեց, որ հենց այդ տարվա մեջ 2012-ին գներեք հաջորդ տարին Արարատը բարձրացա առաջին անգամ եւ 2013-ին արդեն դեպի Արարատի վերելքի խմբեր հավաքեցի երկու խումբ ստացվեց, որ 2013-ին արդեն երրորդ անգամ Արարատի գագաթ հասա եւ այդպես տարիների ընթացքում արդեն 4-5 անգամ լինում էր, որ այդ երկու ամիսների ընթացքում խմբեր էի ուղեկցում դեպի Արարատի գագաթ։ Բայց դա Էվերեստի նախապատրաստության միտված չէր, դա ուղղակի ստացվում էր, որ իմ աշխատանքն էր եւ խմբերի հավաքել եւ ուղեկցելը դա իմ աշխատանքի մի մասն էր դարձել։ Առաջին անգամ Էվերեստի մասին սկսեցի մտածել 2019-ին, բայց մինչև 2019 արդեն առիթ էր եղել Կազբեկը, 4-5 անգամ Էլբրուսը, Մոնբլանը եւ Դամավանդը մի քանի անգամ եւ Ձմռանը եւ Ամռանը բարձրանալ 2019-ին ընկերներով Նեպալում էինք եւ քայլում էինք դեպի Էվերեստի բազային ճամբար ուղղակի այդ հայտնի երթուղին կա Քայլարշավային շատ հետաքրքիր երթուղի է
եւ ես եւ մեր ընկերներից մեկը Վահանը արվեստասանք մեր խմբից եւ բարձրացանք Island Peak-ը 6189 մետր բարձրությամբ։ Այդ ժամանակ 2019-ին դա ինձ համար ամենաբարձր գագաթն էր, որ երբևէ բարձրացել էի, բայց դա նույնպես Էվերեստին միտված չէր, Էվերեստի նախապատրաստության հետ որևիցե կապ չուներ։ Նեպալում հենց այդ արահետի ճանապարհի գյուղերից մեկում հանդիպեցի իմ ընկերոջը Ավետիսին Կալպակլյան, ով Լիբանանում է ապրում, ծնվել մեծացել է Լիբանանում եւ ուղևորվում էր դեպի Էվերեստի գագաթ բարձրանալու 2019-ի մասին եմ խոսում։ Ինչևէ, բոլորս շնչները պահած սպասում ենք, թե Ավետիսը երբ կկարողանա բարձրանալ եւ բարեբախտաբար շատ նորմալ հասավ գագաթ եւ վերադարձավ, որից հետո ինձ գրեց, որ ես պետք է բարձրանամ Էվերեստ։ Ես էլ պետք է փորձեմ, ասացի Ավետիս ես չեմ կարող։ Ես առաջի հերթին հոգեբանորեն պատրաստ չէի այդ պայմաններում 2 ամիս ապրելուն։ Ես հասկանում եմ, որ դա ինձ համար չէ։ Եվ երկրորդ, ես չէի զգում ֆիզիկապես, որ ես ընդհանրապես պատրաստ եմ նման լեռ բարձրանալու։ Այնուամենայնիվ անցավ այդ ժամանակը, բնականաբար այդ պահի խոսակցություններ ստացվեց, անցանք առաջ 2020-ին ստացվեց, որ Կիլիմանջարոն բարձրացա, այնուհետև 2022-23 թվականներին խանդենք, որը 7000 մետր բարձրություն ունի Ցանշանի լեռներում եւ շատ տեխնիկապես շատ բարձր սար է։ Դա բարձրանալուց հետո հասկացա, որ կարող եմ մտածել Էվերեստի մասին։ Հետո հաջորդեց դրան Մաթերհորնը, Ակոնկագուան հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը, որը անցյալ տարի հունվար-փետրվար ամիսներին էր, որ բարձրացա։ Եվ քանի որ այդքան արդեն փորձ ունեի լեռնային, ինչ որ պահի հասունացան այդ այն պահը, որ կարծեցի պատրաստ եմ փորձելու նաև Էվերեստը։ Շատ լավ։ Ինչ եք վերջին բանը արել տնից դուրս գալուց առաջ մինչև Էվերեստ բարձրանալը։ Հիշեք։ Դժվարն է հիշել։ Լավ։ Դժվարն է։ Բացի նախապատրաստական աշխատանքներից չեմ հիշում անկեղծ ասած։ Շատ լավ։ Եկեք գանք ուրեմն հենց բարձրանալու փուլին։ Դուք մայիսի 20-ին բարձրացաք, չէ՞։ Այո, մայիսի 20-ի առաջին ՀՀ քաղաքացին եք, որ ոտք դրեց, մենք ունեցել ենք Իգոր Խալացյանին, որը Սփյուռքի հայ է, բայց Հայաստանից առաջինն եք, որ նվաճեցիք գագաթը 1 օրվա տարբերությամբ նաև Հայկը բարձրացավ։ Այո։ Այ ինձ հետաքրքիր է այդ որոշման մասին, դե խոսեցիք ու նաև ունեք մեծ փորձառություն տարբեր սարերի, գիտեմ, որ Նեպալը այս տարի շատ մեծ քանակի թույլտվություններ է տվել եւ $15000 արժեր մի հարցազրույցում նշել էիք թույլտվություն Էվերեստ բարձրանալու, բայց արդյոք Էվերեստը ընդունում էր բոլոր $15000 վճարած մարդկանց։ Մենք հասկացանք, որ Նեպալի համար դա ուղղակի շատ մեծ բիզնես հնարավորություն է եւ քանի որ այս տարի չինական կողմը փակ էր, այսինքն Չինաստանից ոչ մի վերերք կազմակերպված չէր, բոլոր լեռնագնացները եւ ոչ լեռնագնացները միևնույն ժամանակ դիմել էին Էվերեստ բարձրանալու համար Նեպալի կողմից, որովհետեւ դա միակ տարբերակն էր ստացվում եւ Նեպալի կառավարությունը բոլոր այդ գրեթե 500 լեռնագնացներին տվել էր վերերքի արտոնագիրը։ Եվ այնպես ստացվեց, որ հենց առաջին ապրիլ ամսվա մեջ, երբ որ սովորաբար ապրիլի կեսերին արդեն դեպի վերևի ճամբարներ եւ գագաթ ուղղությունը արդեն բաց է լինում, հասանելի է լինում, այսինքն տեսել եք ուստայում նկարներով եւ վիդեոներով այնտեղ աստիճաններ են տեղադրում, պարաններ են կապում, ամրացնում են, որպեսզի երթուղին արդեն դառնա հասանելի։ Այս տարի մի մեծ սառույցի կտոր կախված էր Կումբոյի սառույցների հատվածում հենց անմիջապես արահետի գլխին եւ բոլորը վախենում էին մոտենային,
ներառյալ նաև շերպաների եւ մյուս պարանները ամրացնող թիմերը վախենում էին մոտենալ այն արահետին, մտածելով, որ ամեն պահի դա կարող է ընկնել։ Եվ իրոք ամեն պահի դա կարող է ընկնել։ Երբ որ ասում եմ սառույցի կտոր էր կախված, պատկերացրեք 5 հարկանի շենքի չափ մի հատ սառույց, հենց թեքված արահետի ուղղությամբ։ Եվ դա էր պատճառը, որ մենք չկարողացանք ապրիլի մինչև 20-ի հատվածում իրականացնել մեր առաջին ակլիմատիզացիոն վերելքը մինչև առաջին ճամբար, ինչը 6100 մետր պետք է լիներ, այսինքն մենք պետք է բարձրանայինք 6100 մետր, նորից իջնեինք բազային ճամբար, մի քանի օր հանգստանայինք եւ հետո բարձրանայինք 6400 մետր ճամբար, երկրորդ ճամբար, որից հետո էլի պետք է մեկ օր հանգստանայինք 6400-ում, բարձրանայինք մինչև երրորդ ճամբար 7000 մետր, ակլիմատիզացիայի համար է դա արվում եւ այնուհետեւ իջնեինք բազային ճամբար եւ սպասեինք լավ եղանակին, որպեսզի կարողանանք գնային գագաթ։ Այդ երկու փուլը կոչվում է ռոտացիա, որի ժամանակ դու օրգանիզմին մաքսիմալ ժամանակ ես տալիս եւ հնարավորություն հարմարվելու այդ ոչ թթվածնային նկատի ունեմ թթվածնի բալոնի պայմաններում վերելքին։ Ստացվեց, որ մենք առաջինը չկարողացանք անենք, որովհետև ուղղակի հնարավորություն չկար եւ ունեցանք ընդամենը մեկ ռոտացիա մինչև 6700-800 մետր իրականացնելու հնարավորություն եւ իջանք բազային ճամբար, սպասեցինք մինչև եղանակային պատուհանը բացվի։ Սովորաբար մայիսի 10-ից սկսած արդեն հավանականություն կա, որ կարող ես բարձրանալ դեպի գագաթ, եղանակը բաց կլինի։ Մեր պարագայում ստացվեց այնպես, որ մայիսի 15-ից 16-ին նոր սկսեցինք բազային ճամբարից բարձրանալ վերև։ Իսկ դա բավականին ուշ է արդեն։ Ստացվում է դու ունես ընդամենը շատ կարճ եղանակային պատուհան, որի դեպքում գրեթե ճակերտավոր ասած բաց է եղանակը անկախ քամիների առկայությունից եւ ստացվում էր, որ այդ 500 հոգին պետք է մի քանի օրվա մեջ բարձրանային գագաթ եւ հետ գային կարողանային իջնել, բայց ասում ենք 500 հոգի, միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ ամեն մեկ տուրիստին 1-ից 2 ուղեկցորդ է գումարվում, ստացվում է 1000+ մարդ երթուղու վրա եւ բոլորը պետք է այդ մի քանի օրում բարձրանան իջնեն։ Դրա համար այդ 500 թիվը չափազանց մեծ թիվ է նման վերելքի եւ նման կարճ ժամանակահատվածի համար։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք ուղղակի առանց լեռնագնացության փորձի եկել էին, խոչընդոտներ կամ խնդիրներ էին ստեղծում։ Դա մյուս ծայրահեղություններ, որ իմ ընկերներից մեկը, ով իր հետ այնտեղ ծանոթացանք, ընկերացանք, շատ փորձառու լեռնագնաց էր, աշխարհի տարբեր գագաթներ էր եղել 8000 մետր, 3 անգամ Էվերեստ էր եղել, մի շատ հետաքրքիր հոդված էր գրել եւ հատուկ նշում էր, որ տարօրինակ բաներ է կատարվում Էվերեստի վրա եւ content creator-ները, այսինքն Instagram-յան դեմքերը, բլոգերները շատ անգամ ավելի շատ են Էվերեստի վերելքի վրա, քան թե հենց լեռնագնացները, ովքեր ունեն լեռնագնացության փորձ։ Եվ թեկուզ եւ մեր խմբում մարդիկ կան, ովքեր 6000 մետրի փորձ չունեին, բայց իրենք գտել էին բավարար գումար, որպեսզի վճարեին Էվերեստի վերելքի համար եւ միանային էքսպեդիցիային։ Եվ մարդիկ կային, ովքեր պարանից չէին կարողանում օգտվել, չունեին այդ բազային նույնիսկ հմտությունները նման իրավիճակներում կողմնորոշվելու, բարձրանալու եւ այլն։ Բայց ո՞րն էր իրենց մոտիվացիան գնալու վտանգին ընդառաջ, երբ չունեին փորձ։ Ես վստահ եմ, որ իրենք չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն առաջին հերթին։ Եվ կարծում եմ, որ առաջինը պետք է հենց ընդունող կողմը եւ ընկերությունը սպասարկող, մեծ սպասարկող եւ Նեպալի կառավարությունը այդ թույլատությունները տալուց առաջ իրենց լեռնագնացության փորձը գոնե ուսումնասիրեր։
բայց ստացվեց այնպես, որ բիզնեսը ավելի գերակա գտնվեց այս պարագայում եւ ով որ դիմել էր իրենք ստացան այդ վերելքի թույլատվությունը եւ միացան վերելքին։ Հենց դա էլ մյուս պատճառներից մեկն էր, որ այդ մի քանի 100 մետրանոց հերթը տեսնում էիք Էվերեստի վրա։ Դուք 52 օր միայն անցկացրել եք վերելքի ճանապարհին։ Այ ինչ էր կատարվում ձեր մտքում, ձեր ուղեղում, երբ ամեն օր պիտի բարձրանայիք վերելք ու ձեր ամենօրյա անելիքը անընդհատ քայլերն էլ դեպի վեր։ Ուզում եմ մի քանի խոսքով ներկայացնեմ այդ ընդհանուր այդ 50 քանի օրյա ճանապարհը, հա։ Նախ Կաթմանդուից մայրաքաղաքից Նեպալի մենք ինքնաթիռով տրանք դեպի Լուկլա, փոքր գյուղ է 2500 մետրի վրա, ճիշտ եմ հիշում, կամ 2800 նման բան։ Այդ գյուղը հայտնի է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանով, շատ կարճ թռիչքային երթուղի ունի, երբ որ ինքնաթիռը արդեն իջնում է, պետք է հասցնի այդ կարճ ճանապարհի վրա արգելակի պարագայում անմիջապես հարվածում է ժայռին։ Եվ միևնույն ժամանակ թռնելուց շատ կարճ թռիչքուղի ունի, պետք է հասցնի թռնի, թե չէ ընկնում է դեպի կիրճը։ Շատ հետաքրքիր կադրեր կան այս օդանավակայանի հետ կապված, բավական էքստրեմալ, սկիզբի ասեմ երթուղու։ Ինչևէ, բարեհաջող իջանք Լուկլա, քայլեցինք այնտեղ արդեն 7 օր քայլում ես մեկ գյուղից մյուսը, ամեն օր աջ ու ձախ արդեն 6-7000 մետր բարձրությամբ լեռներ ես տեսնում, շատ հետաքրքիր իդեալական քայլարշավի ուղղություն է եւ վերջնակետը բազային ճամբարն է Էվերեստի։ 7 օր անց ենք կացրել այդ ճանապարհի վրա, այնտեղ գյուղեր են, գիշերում ենք հյուրատներում, սնունդը հյուրատներում է ամբողջությամբ կազմակերպվում եւ երբ արդեն հասնում ենք բազային ճամբար, բնականաբար ամբողջը վրաններ են։ Ունենում ենք սկզբում հանգստյան օրեր, այնուհետև մարզումների օրեր, սառույցների վրա աստիճաններ անցնելու, պարանի հետ աշխատանքի։ Բարձրանալու ընթացքում նաև մարզումներ եք փաստորեն արել։ Բազային ճամբարում, երբ որ հանգստանում էինք, օրեր կային, որոնց ընթացքում մարզումներ էինք իրականացնում պատրաստ լինելու համար վերևի, որտեղ ոչ բոլորն են անկախ իրենց լեռնային փորձից, եթե օրինակ Կիլիմանջարո են բարձրացել, բնականաբար պարան այնտեղ չեն օգտագործել կամ այդ հայտնի աստիճանների վրա քայլելու փորձ չունեն։ Եվ այդ մարզումները հենց դրա համար է, որպեսզի կարողանաս հասկանալ, թե ինչպես հավասարակշռություն պահես, ամեն դեպքում չստացվի, որ Էվերեստի վերելքի ժամանակ առաջին անգամ ես կանգնում այդ աստիճանի վրա եւ կարող ավակի կոմոդ պանիկա սկսվի կամ այլ բան։ Ինչևէ, դրանից հետո պետք է լիներ առաջին ռոտացիան, որը որ չեղավ, մենք ստիպված եղանք այնտեղ էլի մեկ շաբաթ այդպես շատ համբերատար սպասել եւ ամենակարևորը դա համբերատարությունն էր, որտեղ հակառակ պարագայում ուղղակի կպտտվեի հետ կգնայր։ Դա պետք եկավ Էվերեստի վերելքի բոլոր փուլերի ընթացքում։ Շատերը հետ գնացին։ 2 հոգի բազային ճամբարից վերադարձան արդեն մենակ մեր խմբից։ Հենց հասանք, դե հասկանալի է 5000 գրեթե 400 մետրի վրա ես արդեն եւ կարող է սկսվել լեռնային հիվանդության սինդրոմներ։ Ինչ սինդրոմներ են դրանք։ Շատ ուժեղ գլխացավ, որը 24 ժամ չի դադարում, ախորժակը լրիվ բացակայում է, սկսում ես նույնիսկ ջուր չխմել որոշ դեպքերում, ոչինչ բան չի օգնում, քնել չես կարողանում ընդհանրապես, ամբողջ գիշեր պտտվում ես աջ եւ ձախ եւ բացարձակ քնել չես կարողանում եւ նման այլ բաներ։ Առաջին 2 հոգին հենց այդ ժամանակ իրադարձեցին պտտվել եւ հետ գնալ։ Եվ տարբեր փուլերում այո, ստացվեց այնպես, որ որոշ մարդիկ հիվանդացան, հետ գնացին,
վնասվածքներ ստացող ցավոք ունեցանք, որ ուղղաթիռով արդեն տեղափոխվեցին հիվանդանոց։ Մեկ աղջիկ մեր խմբից գերադասեց սպասելու փոխարեն գնա մեկ այլ սար բարձրանա, հետո միանա մեզ եւ սկսենք Էվերեստի վերելքը եւ երկու ձեռքի բոլոր մատերը ցրտահարեց, երկրորդ աստիճանի ցրտահարությամբ իրեն էլի ուղղաթիռով տեղափոխեցին հիվանդանոց եւ այնտեղից բնականաբար իր երկիր էքսպեդիցիան ավարտեց իր համար։ Նման դեպքեր նույնպես եղան։ Ընդհանուր առմամբ 15 հոգանոց խմբից, եթե ճիշտ եմ հիշում, 6-7 հոգի կիսաթողեցին ինձ էքսպեդիցիան։ Դուք 3 անգամ Էվերեստի ճանապարհին առերեսվել եք մահվան հետ։ Այդ 3 պատմությունից։ Ահա։ Կկիսվեք այդ պատմություններով։ Առաջինը եղավ հենց առաջին ռոտացիայի ժամանակ Էվերեստի, երբ որ բազային ճամբարից պետք է բարձրանանք մինչև առաջին ճամբար 6100 մետր, երկրորդ օրը երկրորդ ճամբար 6400 մետր եւ մեկ օր այնտեղ անցկացնելուց եւ 6700 մետր հասնելուց հետո պետք է վերադառնանք բազային ճամբար։ Դա առաջին ակլիմատիզացիոն ելքն էր մեր։ Բազային ճամբարից բարձրացել ենք մոտավորապես 200-ից 300 մետր, ոչ ավել։ Եվ արդեն լուսանում էր, սկսել էինք վերելքը գիշերվա ժամը 4-ին, ինչու, որովհետև այդ ժամանակ ամենացուրտ պահն է եւ վտանգը, որ ծնախոզք կամ նմանատիպ բաներ կլինեն, ամենաքիչն է։ Հասանք ինչ-որ կետի, մշտապես բնականաբար պարանից ամրացված ես, այնտեղ ֆիքսված պարաններ կան այդ արահետի վրա, հասանք ինչ-որ կետի, իմ շերպան խնդրեց, որ կանգ առնի, ընկերոջ հետ ծխելու, ասեցի, օքեյ, կարող ենք կանգնել։ Ձեզ հավանաբար դա դուր չեկավ այլ սկզբում։ Սկզբում դուր չեկավ, բայց մարդ էր, խնդրեց, ասեցի, իհարկե, կանգնենք, ամել, ես շունչ կքաշեմ, ինչու ոչ։ Մի քանի րոպե իրենց ծխախոտը վայելեցին, այնուհետև հենց մի քանի քայլ էինք գցել դեպի վերև, այդ դրմփոցը լսվեց սառույցի եւ ուղիղ մեր առաջ մոտավորապես մի 30 մետր տեսանք, որ այդ սառույցը փլվեց։ Եվ ես պարանից ամրացված էի կարաբինով, հասկացա, որ այդ սառույցը հիմա շատ հնարավոր է հետո հոսելով գա դեպի մեր ուղղությամբ, անմիջապես կարաբինը հանեցի այդ ամրացված պարանից, որպեսզի եթե հանգած մեր կողմ գա սառույցը, կարողանամ փախնել, որտեղ պարանից ամրացված բնականաբար չես կարող փախնել ոչ միտեղ, եւ փախնել այնպես չի, որ բաց դաշտա ինչ-որ տեղ կհասնես, միակ հնարավորությունը այն է, որ մոտակա ինչ-որ բարձր սառույց գտնեի եւ ուղղակի ցածկեի վրան, դա ուղղակի փրկվելու նշույլ էր, որ կարող էի անել հակառակ պարագայում, եթե այդությունը կար մեր վրա, մենք ուրիշ երբ չենք ունենա։ Բարեբախտաբար ձյուն չէր, փափուկ չէր եւ մեծ կտորներով սառույցներ էին, ամեն մեկը սեղանի չափ, սեղանի կեսի չափ եւ այդ ձյան հոսք, որպես այդպեսին չեղավ, այլ ուղղակի այդ սառույցները մի ինչ-որ փոսի մեջ հավաքվեցին եւ մեր վրա եկավ միայն այդ փոշին, ձյան փոշին։ Այսինքն դուք եթե դադար չառնեիք ծխելու։ Եթե մենք դադար չառնեինք, անմիջապես այդ սառույցների հատվածը պետք է անցնելու լինեինք եւ ով գիտի կարող է եւ անմիջապես մեր վրա ընկնել սառույցը։ Դա տեսնելով բնականաբար բոլորս կանգնեցինք, շատ երկար շարք էր մեր հետևից, կանգնեցինք հենց այդտեղ, շերպաներից 2 հոգի վերևից վազելով իջան եւ մեր շերպաների հետ խոսելուց հասկացանք, որ մի հոգու ամբողջությամբ ծածկել է սառույցը։ Հետո կա այդ վիդեոները Facebook-ում, երևի տեսել եք, ես էի նկար հրապարակել, որ
մեկ հոգու երկու շերպա փորձում են սառույցներից հանեն սառցահատով կոտրելով այդ սառույցները Կարող այստեղ էլ տեղադրել, եթե դեմ չեք այո, լինի։ իհարկե, փոխանցեմ այդ եւ վիդեոն եւ նկարը։ Եվ դա շերպա էր ուղեկցողներից մեկն էր, ով մնացել էր կիսով չափ սառույցի տակ, իսկ մյուսը զբոսաշրջիկ էր նա գնաց Հնդկաստանից, իրեն սառույցը հարվածել էր եւ գցել գետին։ Կոտրվածքներ ուներ, անմիջապես իրեն կապեցին եւ իջացրեցին ներքև, դեպի մեզ իջացրեցին եւ կապ տվեցին, բարեբախտաբար եղանակը բաց էր, անմիջապես ուղղաթիռը եկավ։ Մի քանի րոպե, 5 րոպեում ուղղաթիռը հասավ մեզ, առաջինը վերցրեց զբոսաշրջիկին, հետո բարձրացավ մի փոքր վեր, մոտ 30 մետր վերև, շերպային վերցրեց եւ տեղափոխեցին հիվանդանոց։ Բարեբախտաբար երկուսն էլ կենթանի են մնացել, շատ մեծ կյանքի վտանգ սպառնացող կոտրվածքներ չէին ստացել եւ այդ պահից սկսած արդեն մտածում էի շարունակենք թե ոչ թե դեպրենք հետ գնանք, որովհետեւ հենց այդտեղից շատ-շատերը դվեցին հետ գնացին հետո մեր շերպաները բարձրացան վերև նայեցին այդ կոտրված հատվածը եւ ասացին որ ինչը որ պետք է կոտրվեր պետք է ամբողջությամբ կոտրվել է դա այն հատվածն էր որ ի սկզբանե բոլորը գիտեին որ կոտրվելու է եւ դրա համար չէին կարողանում բացել այդ արահետը բայց ամեն դեպքում փաստացի իրենք ոչինչ չարեցին որպեսզի այդ դժբախտ դեպքը չլիներ տարբեր մեթոդներ կան դրա համար ամբողջ աշխարհը կիրառում է կամ կրակում են կամ տրակացնում են հալածում տարբեր լուծումներ կան նման իրավիճակում բայց Նեպալի կառավարությունը թույլ չէր տալիս պատճառներից մեկը նա է որ այդ սարը իրենց համար սուրբ է եւ այնտեղ որևիցե նմանատիպ բան չպետք է լինի ինչեւէ ամեն դեպքում դեպքը պատահեց երբ որ մեր շերպաները ասացին որ անվտանգ է շագերտավոր անվտանգ է մենք այդ հատվածը մեկ-մեկ վազելով ուղակի բարձրացանք վերև Այսինքն իրենց հանդեպ այդ հավատը բավարար էր այդ ամեն ինչը տեսնելուց հետո շարունակել ձեզ համար ուղակի հավաքվեցինք հոգեբանորեն հավաքվեցինք եւ որոշեցինք շարունակում ենք առաջ հակառակ բարակայում բոլորս կիսատ էինք թողնելու եւ վերադառնանք արդեն հենց այդ պահից բարձրացանք վերև դա առաջի այսպես բավականին վտանգավոր դեպքն էր որ ինձ հետ պատահեց երկրորդը երբ որ արդեն գագաթ ենք բարձրացել 8800 մետրի վրա իմ ուղեկցորդ շերպան հանել էր իր դիտվածնի դիմակ ու երբ որ ես իրեն ասացի ինչու չես օգտագործում դիտվածին տարբեր պատճառներ բերեց թե դիմակը լավը չի եւ այլն ինքը չի սիրում անհարմար է եւ այլն Հիլրին անցնելուց գագաթից վերադառնալուց հետո 8800 մետրի մոտ գրեթե 8750 մետրի մոտ մոտեցավ ինձ ասեց որ տեսողությունը կորցրել է իմ շերպան այդպիսի երևույթներ լինում են Սարի վրա հնարավոր է կորցնել տեսողությունը եթե դիտվածին չես օգտագործում դիտվածնային քաղցից լինում է որ տեսողությունը կորում է Եթե հասցնում են բավականին արագ իջացնել եւ դիտվածնի քանակությունը օրգանիզմում վերականգնեն հետ է գալիս երբեմն ընկերներ ունենք որոնց մոտ 2-3 օր տևել է հետ գալը բայց ամեն դեպքում վերականգնվում է տեսողությունը որ այդպես ասեց բնականաբար ես անցա առաջ իջնելու ճանապարհին եւ իրեն պարանով կապեցինք իրար որպեսզի եւ մենք էլ ես էլ արդեն ֆիքսված էի հենց հիմնական արահետի պարանից ամեն անգամ անցնում ես այդ կտորը փոխում ես պարանը մյուսը եւ այդպես կտոր առ կտոր իջնում ես ներքև նույնը եւ բարձրանալու մասին է խոսքը ինչեւէ հասանք արդեն 8400 մետր այնտեղ
կա նաև ամեն ընկերություն ունի իր պահեստային թթվածնի բալոնները տեղադրված, որ եթե ինչ-որ արտակարգ դեպք կամ իրավիճակ լինի, կարողանան օգտագործել։ Եվ երբ որ հասանք այդ 8400 մետր, ես իմ շերպային հարցրեցի ինչպես է զգում, տեսողությունը բավականին վերականգնվել էր։ Մեկ աչքը 30% էր տեսնում ըստ իր ասելու, մյուսը բավականին լավ էր։ Ինչևէ ես իրան հարցրեցի մի հատ ստուգի իմ թթվածնի ճնշումը, բալոնի ճնշումը, ինքը նայեց, ասաց, որ 100 ճնշում։ 100 ճնշում նշանակում է, որ նա մանավանդ իջնելու ճանապարհին, երբ որ շատ թթվածին չես օգտագործում, դա առնվազն 4-ից 5 ժամ քեզ պետք է ապահովի թթվածնով։ Եթե թթվածնի հոսքը քչացնում ես 100 ճնշման կամ կարևոր չի ինչ ճնշման դեպքում, այդ ժամանակը կրկնապատկվում է։ Ամեն դեպքում ես գնում եի ցածր թթվածնի հոսքի պայմաններում, որովհետև շատ չի օգտագործում եւ հետո ինչքան իջնում ես թթվածինը բնականաբար ավելի շատանում է, չնայած որ 8000 մետրի վրա դա փոքր թիվ է։ Ամեն դեպքում ինքը որ տեսավ, որ իմ ինքնազգացողությունը տեղն է, ամեն ինչ լավ է, հանգիստ իջնում եմ, վերցրեց այնտեղի պահեստային թթվածինները նույնպես եւ մեկ պահեստային թթվածին ամբողջությամբ չօգտագործված ես ունեի նաև իր ուսապարկի մեջ։ Դա իրենց աշխատանքն է, որ հավելյալ անհրաժեշտ թթվածին իրանք պետք է միշտ ուսապարկի մեջ ունենան, որ անհրաժեշտության դեպքում իմ թթվածինը փոխի։ Ինքը տեսավ, որ իմ ինքնազգացողությունը լավ է եւ քանի որ խնդիր ուներ նաև աչքերի հետ կապված, վազելով սկսեց իջնել ներքև 8400-ից մինչև 8000 տանելով թթվածինը։ Այո, տանելով ամբողջ լիքը թթվածնի պաշարները իր հետ եւ մոտավորապես 15 րոպե հետո իջնելու ընթացքում զգացի, որ իմ ինքնազգացողությունը վատանում է։ Կողքի անցնող շերպաներին հարցրեցի նայեն իմ թթվածնի ճնշումը, նայեցին, ասացին 0։ Եվ պարզվեց, որ ինքը ուղղակի չէր տեսել կամ ինչ որ իրան թվացել էր, որ ես 100 ճնշում ունեմ եւ ոգևորված լիքը թթվածնի բալոնների հետը իջացրել էր դեպի բազային ճամբար։ Ինչևէ, փորձեցի քիչ շարժվելով պարանից բռնած բնականաբար միշտ պարանից ես այնտեղ կապված իջնել դեպի ներքև եւ ճանապարհին աջուձախ ընտրում էի տուրիստների այդ պահին զգում, երբ գիտակցում եք, որ թթվածին չունեք ու գտնվում եք 8000 մետր բարձրության վրա։ Ելք էի ման գալիս։ Ցանկացած պարագայում ելք էի ման գալիս, չէի դադարում աջուձախ բոլորին ասել, թե թթվածին կտակ, թե չէ։ Բնականաբար իրենց բալոնը չէի ուզում էի ընդամենը դիմակը տան մի քանի րոպե շնչեի։ Դա ամեն նմանատիպ փորձը բավարար կլիներ, որպեսզի մի քանի րոպե ես կարողանայի արագ իջնել, մինչև կհասնեի ճամբար։ Բայց ինչքան էլ որ զարմանալի չէր ինձ համար, բոլորը մերժում էին եւ միայն ինչ որ պահից շատ երիտասարդ շերպայր արդեն սկսել էին վերև բարձրանալ դեպի գագաթ։ Այսինքն դա խոսում եմ երեկոյան ժամը 6-ի մասին, երբ որ գագաթի թիմը իջնում էր դեպի ճամբար, իսկ հաջորդ օրը դեպի գագաթ պատրաստվող թիմը սկսել էր արդեն վերելքը դեպի գագաթ։ Հանդիպեցի այդ երիտասարդ շերպային, ասացի ես քեզ կվճարեմ, թթվածին կտաս, ասաց իսկ ուր է քո շերպան, ասացի Աստված գիտի, գնացել է արդեն ճամբարում է եւ թթվածնի լիքը բալոններ տարել է հետը։ Առանց մտածելու, առանց երկար-բարակ այս կողմ նայելու իր դեմքից շերպան հանեց իր դիմակը եւ դրեց իմ դեմքին եւ թթվածնի հոսքը բարձրացրեց մինչեւ 4։ Արտակարգ դեպքերում պետք է բարձրացնես մինչև 4։ Հակառակ պարագայում քայլում ես 1.5, 2, 2.5։ Քնած ժամանակ 0.5 թթվածնի հոսքը այդպես է կառավարվում։ Ինչևէ, քանի որ բարձրացես մինչև 4, անմիջապես գիտակցությունս
վերականգնվեց, 5 րոպե շնչեցի, նորից սկսեցի իջնել ներքև, այս շերպան հետևիցս տեսել էր երևի, որ էլի որոշամ ճանապարհ անց, էլի ինձ լավ չեմ զգում, ինքը նորից եկավ հասավ ինձ, դեպի ներքև ճանապարհին, բայց միևնույն ժամանակ ինքը գնում էր դեպի վերև։ Եկավ հասավ ինձ, նորից տվեց իր դիմակը 5 րոպե շնչեցի, եւ այդպես հասա մինչև ճամբար, որտեղ արդեն պայստային թթվածին բավարար կար, մեր թիմ եկավ հասավ, տվեց անհրաժեշտ ամեն ինչ, նույնիսկ ջուր հասցրեցին խմելու, որը որ 8000 մետրի վրա հազվադեպ երևույթ է։ Այդպես, իմ շերպային տեսա հաջորդ առավոտ, երբ որ վրանի մեջ էի եւ դուրը բացեց եւ սկսեց ոնքուր լաց լինել, ներողություն, ես չգիտեմ ինձ հետ ինչ կատարվեց, չեմ գիտակցել ինչ եմ արել, բայց դա արդեն կարևոր չէր։ Դա երկրորդ դեպքն էր, որ ինձ հետ պատահեց։ Իսկ մերժողների մասին մի փոքր խոսենք, նոր անդրադառնանք երրորդին, այսինքն սարի վրա, այդ բարձրության վրա բոլորը մտածում էին իրենց կյանքի մասին եւ այն մարդկային հոգատարությունը, այն հարաբերությունները, որոնք սովորական պայմաններում կան, այնտեղ չկար։ Եվ եթե անկեղծ զարմացա նաև մյուս շերպաների վրա, եթե նույնիսկ լեռնագնացների մակարդակում դա չկար, համենայն դեպս շերպաները գոնե որոշակի պատասխանատվություն պետք է ունենային եւ ընդամենը 5 րոպե դիտվածնի մասին էր, ամբողջ բալոնը չէր ուզում իրենցից, բայց փաստացի իրենք չունեին դա։ Միևնույն ժամանակ, ինչքան էլ է դիտվածնի բալոնները թանկարժեք լինեին, խոսքը ամեն մի բալոնը 1000-ից 1500 $-ի մասին է խոսքը, ամեն դեպքում դու ամբողջ բալոնը միևնույնը չես վերցնում։ Մի քանի րոպեն իրենց չէր կանգնեցնելու իրենց ճանապարհը, չէր վտանգելու իրենց կյանքը եւ միշտ եթե գոնե մի փոքր պայստային դիտվածին ունես քո բալոնի մեջ, հոսքը կառավարելով կարող ես ցանկացած կետի հասնել։ Երկարացնել։ Միայն վախներ եւ ուղղակի իրենց սեփականությունը։ Իրանք այդպես էին մտածում։ Կներեք, սա մեր դիտվածին է, սա ինձ համար է ոչ թե ձեր։ Այո։ Այդպեսի իրականություն կա Էվերեստի վրա, ցավոք։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նմանատիպ դեպք պատահել էր նաև Ավետիսի հետ 2019 թվականին, երբ որ հենց այդ երկար մարդկանց խոսքի մեջ էր ընկել Հիլլերի աստիճանների վրա ետ դարձի ճանապարհին եւ իրեն դիտվածին տվել էին։ Դա էլ պիտի ասեմ, որ ինքը դա այդ խնդիրը չէր ունեցել իր դիտվածին ամբողջությամբ էր ավարտվել, իմ պարագայում ամբողջությամբ չէր ավարտվել, ես ունեի պահեստային դիտվածին, որ ընդհանրապես չէի օգտագործել, սակայն շերպան տարել էր իսկ Ավետիսի պարագայում իրեն տվել էին դիտվածին եւ օգնել էին իրեն հետ դարձնել։ Իսկ երրորդ դեպքը Երրորդ դեպքը ամենազարհուրելին էր եւ ամենավտանգավորը, որ մարդկային գործոն չկար այստեղ։ Մի փոքր հատված է հաշվի չառնելով։ Գագաթից իջել էինք արդեն ճամբարից 8000 մետրից իջել էինք արդեն Մահացու իջել էինք մինչև 6400 հանգստացանք 2 ժամ, դե բնականաբար արդեն դիտվածին չես օգտագործում, գիտակցությունդ ամբողջությամբ տեղն է, հանգստացանք, թեյ սուրճ խմեցինք ճամբարում եւ պետք է արդեն շարժվեինք հասնելու համար բազային ճամբար։ Այնտեղից մոտավորապես 3.5 ժամվա ճանապարհ է 6400-ից մինչև 3500 մետր։ 5350 մետր բազային ճամբար հասնելու համար։ Շարժվեցինք երեկոյան ժամը 7-ին, որպեսզի էլի մթով անցնեինք Գումբուի հատվածը։
Հասանք այդնի աստիճաններին, վստահ եմ էլի բոլորը տեսել եք, որ 5-6 աստիճան պարաններով իրար միացված է եւ մեծ շարժած ճեղքի վրա ես անցնում, խորությունը կլինի հատվածն 50-60 մետր։ Այդ սառույցի բարձրությունը այդքան է։ Եվ աստիճանը դրվում է երկու կողմերի Այո, երկու կողմը կամուրջ են սարքել փաստացի, որպեսզի կարողանաս անցնել։ Հակառակ բարակայում տարբերակ չկա։ Չես կարող անցնել ոչ մի կողմից շրջանցելու հնարավորություն չկա այդ հատվածը։ Ինչևէ, ճանապարհին հանդիպեցինք եւս երկու շերպայի, ովքեր իջնում էին ներքև, եւ իմ շերպան ասաց, որ սպասեն, որպեսզի աստիճանների հատվածը բոլորս միասին անցնենք։ Հասանք աստիճաններին, բոլոր շերպաները անցան մյուս կողմ եւ պարանները ցկեցին, որպեսզի ես էլ անցնեմ։ Այսինքն աստիճանը ներքևում է, երկու պարան վերևում է եւ շերպաները ձգում են պարանները, որպեսզի անցնողը կարողանա բռնելով որոշակի հավասարակշռություն պահել։ Ամեն դեպքում ոտքերի հաշվին հավասարակշռությունը, բայց պարանները նույնպես օգնում են բավականին։ Եվ միևնույն ժամանակ երկու պարաններով դու կարաբիններով ամրացնում ես, որպեսզի ընկնելու պարագայում ոտից կախված մնաս եւ ոչ թե ընկնես գետին։ Նամանավանդ, երբ որ ուսապարկը բավականին ծանր է։ Մութ էր, ոչինչ չէր երևում, լապտերներով էինք, հասել էի անմիջապես հենց աստիճանների կենտրոնին, այսինքն այդ ծառցաճեղքի հենց կենտրոնին էի հասել, ուրեմն աջ կողմից ուժեղ դրամփոց լսեցինք սարի վրայից, բարձր, բավականին բարձր, մոտ չէր դա այդ դրամփոցը, դե արձագանքը ամբողջ ծորերով գնաց եւ առաջին քարը ընկավ մեր ուղությամբ, որից հետո երկրորդ, երրորդ եւ ասենց քարերի հոսք եւ սառույցի հոսք, քարաթափում էր, որը իր հետ բերեց նաեւ սառույց, ձյուն նման բաներ ու շերպաները վախից պարանները թողեցին եւ փախան։ Եվ ես մնացի աստիճանի ամենակենտրոնում կանգնած եւ այդ ժամանակ իմ դիմացը, հետևը, ոտքերի տակ, այդ մեծ քարերը ընկնում են, մեծ քարեր, աթոռի, մեքենայի չափ էսպիսի մեծության քարեր էին, դա տևեց մոտավորապես 30 վայրկյան։ Ես այն եմ հիշում, որ միայն կենտրոնացած էի այդ աստիճաններից չընկնելու ուղղությամբ, հակառակ պարագայում, եթե նույնիսկ փոքր քար կպներ, ասենք ընկույզի մեծության քար կպներ, վերջ, համ կարող էր դա կյանքին վտանգ սպառնալ, որովհետև անբացատրելի բարձրությամբ, մեծ արագությամբ այդ քարերը ընկնում են եւ միևնույն ժամանակ կարող էր ուղղակի ինձ գցել աստիճաններից ներքև։ Բարեբախտաբար ոչ մի քար չկպավ, ոչ ինձ, ոչ աստիճանին եւ բոլոր քարերը գնացին աջ ցախ ներքև փոսի մեջ, այդ սառցաճեղքի մեջ լցվեցին եւ այդ 30 վայրկյանն անց շերպաները հայտնվեցին, նորից պարանները ձգեցին եւ ես անցա առաջ։ Այդ պահին գիտակցում էիք, որ հենց հիմա կյանքի ու մահվան արանքում եք կանգնած, թե ուղղակի չէի գիտակցում, ուղղակի պահում էի ինձ, որպեսզի աստիճաններից չընկնեմ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ հետո եկավ այդ զգացողությունը, թե ամեն դեպքում դեռ այդ հիմա էլ եմ գիտակցում, որ կյանքի ու մահվան արանքում կանգնած էի եւ ամեն ինչ կարող պատահի։ Եթե նույնիսկ ինձ քար չկպներ եւ ես ընկնեի աստիճանի վրայից, շատ հնարավոր ոտք կոտրեի կամ կոտրված կստանայի, որովհետեւ դու կացվիկներով ես, այդ կացվիկները աստիճանների վրա ոնց լինի ժամանակ առ ժամանակ ինչ որտեղ սեղմված մնում են ու պետքա ուժ գործադրես, որ կարողանաս ոտքդ առանցից հանել եւ հաջորդ քայլը դնել։ Պատկերացնեք, եթե հանկարծ ընկնես ու կացվիկը մնա վերևում, առնվազն ոտք կոտրես կամ ինչ որ բան կլինի, երբ որ պարանները չկան։ Իսկ երբ որ պարանները կան, որը հենվել կարողանում ես ընկնելուց։ Այո։ Այդպես, այդ պահն էլ անցավ, հաջորդ է այդ սառույցների, թափված սառույցների հատվածներ, որ առաջի օրը
մեզ հետ պատահել էր այդքան մասներ վազելով արդեն իջանք ներքև եւ արդեն վտանգավոր մասը ավարտվեց այդքան Այդ բարդությունները հաղթահարելուց հետո երբ հասակ գագաթ կար չէ այդ գագաթից իջնելու այդ երրորդը հա այդ երկուսի դեպքում նկատի դրա համար ունեմ միշտ ասում են որ Էվերեստ բարձրանալը դա դեռ գործի կեսն է եւ ամենակարևորը իջնելն է ինչու որովհետեւ մայիսի վերջին եղանակը սկսում է շատ տաքանալ կոմբուն անընդհատ շարժվում է կոմբոյի սարույցները շարժվում են օրինակ մայիսի 30-ի հատվածում արդեն այդ աստիճաններն էլ են փոփվում բոլոր ամբողջված պարանները փոփվում են որտեղ սարույցները լայնանում են այո եւ ձնահոսքերի հավանականությունը շատ անգամ ավելի մեծանում է դրա համար են ասում որ գագաթ հասնել է գործի առաջին կեսն եւ դեռ պետք է կարողանաս մինչեւ ներքև իջնել մարդիկ կան ովքեր ուղղաթիռ են վերցնում առաջին ճամբարից եւ իջնում են ուղղաթիռով ներքև որպեսզի կոմբոյի այդ խնդիրների մեջ եւ վտանգների մեջ չմտնեն գագաթը բարձրանալուց հետո բայց Նեպալի կառավարությունը այդ դեպքում իրենց վերերքի սերտիֆիկատը չի տրամադրում իրենք համարում են որ base camp-ից պետք է սկսես վերև ոտքով եւ ոտքով հասնես base camp նոր սերտիֆիկատը գագաթի ստանաս Հետաքրքիր է իսկ գագաթը արդեն երբ հասակ գագաթ այդ մասին մի քիչ կպատմեք ոնց տեղի ունեցավ ինչ զգացողություններ ունեիք ի վերջո նաև մեր դրոշը այնտեղ ծածանեցիք ու երգեցիք նաև շարական դե ասեմ որ ցանկացած լեռնագնացի համար Էվերեստը երազանք է եւ իմ համար էլ էր բնականաբար դա երազանք այդ վերջի պահերը բավականին երկար են իրականում հոգեբան հասկանում եմ որ ժամանակային չի որ երկար է հոգեբանորեն դու sense քայլում ես հիլից հետո ասում ես լավ էս գագաթը երբ է հասնելու էլի իրականում կարճ ճանապարհ է այտենց կիլոմետրեր չեն բայց ամեն դեպքում հոգեբանորեն այդ հատվածը դժվար է անցնում ամեն դեպքում իրոք հասնելուց զգում ես որ աշխարհի կատարին ես որտեվ նույնիսկ են շատ հայտնի սիրուն 8000 մետր լեռներ ներքևում որերում են փոքր բան է թվում գագաթից հետո դե տեսնում ես Չինաստանի կողմը, Նեպալի կողմը ամբողջությամբ տեսարանը իհարկե անզուգական է Հիմալայան լեռները մեծ մասամբ լավ եղանակի դեպքում երևում են բայց միևնույն ժամանակ այնքան մարդ կար գագաթին որ հնարավոր չեղավ որևիցե րոպե անջատվել այդ իրականությունից այդ վտանգներից եւ փորձել ինչ որ կերպ վայելել որովհետեւ այնտեղ անջատվել էին մեծ մասը հիմնական անվտանգության այդ պարանից որոշները սոտ էին տալիս ընկնում էին եւ անընդհատ պետք է ուշադիր լիներ որ ինչ որ մեկը չկարքես գտներ եւ ես այն դրոշակի մասին շատ չկարողացա մոտենալ որտեղ այնքան մարդ էր որ ուղղակի մոտենալ հնարավոր չէր այդտեղ եւ այդ անվտանգության հարցը կար եւ բնականաբար առաջին մեր դրոշը հանեցի լուսանկարվեցի մի քանի վիդեո եմ արել երկրորդը մեր հովանավորներից մեկի դրոշներ որ պարտավորությունն էին նմանած որ պետք է անպայման Էվերեստի գագաթին ծածանվի շարականը հայտնի է շարականի պատմությունն էլ կուզեմ պատմեք շարականի պատմությունը շատ հետաքրքիր էր ուրեմն բազային ճամբարում էի առաջին ակլիմատիզացիան այսինքն երկրորդ ակլիմատիզացիան ավարտել էինք եւ սպասում էինք գագաթի վերելքին եւ բազային ճամբարում ինտերնետ ունենք Սպարտակ Հովհաննիսյանով բժիշկ է լեռնափրկարար սպիտակ փրկարար ջոկատի ակտիվ անդամներից լեռնագնաց իր կողմից նամակ ստացա
որտեղ գրել էր, որ մի պատմություն եմ պատմում 90-ական թվականներին, պատերազմից հետո իհարկե, ինքը եւ իր ընկերներից մեկը պատրաստվել են Էվերեստի վերելքի, հանդիպել են ներկսես arczepiskopos Բոզապալյանի հետ, ով ենթադրում եմ իրենց պետք է օգներ վերելքի ուղղությամբ աշխատանքներ տանելուն եւ գրել էր, որ իր երազանքներ, որպեսզի մենք կարողանանք բարձրանանք Էվերեստ եւ այնտեղից մի շարական երկենք եւ որպեսզի Արարատից մինչեւ Էվերեստի գագաթ մեր շարականները լսվեն եւ Սպարտակը գրել էր, որ ազատ ժամանակ մի շարական պատրաստի, ընտրիր քեզ որևիցե հոգեարազատ մի բան եւ գագաթից կհնչեցնես, թող մեր բոլորի երազանքը իրականացվի։ Այդպես եւ երբ որ հասա գագաթ, իրենք չէին հաղթահարել դրա համար, իրենք չէին կարողացել ընդհանրապես մեկնել։ Ենթադրում եմ ամեն հավանականությամբ ֆինանսական խնդիրների պատճառով էր եղել, որովհետև հասկանալի է, որ 90-ական թվականներին դա ահռելի մեծ գումար էր եւ երկու հոգու գումարը բավականին մեծ մարտահրավեր էր հավաքել այդ թվականներին։ Ցավոք իրենք չէին կարողացել մեկնել, հետո Սպարտակը գրել էր, որ նաեւ 8000 մետր մյուս լեռաններին նախապատրաստվել, որը որ էլի չէին կարողացել մեկնել, չեմ հիշում անկեղծ ասած կանչեն չանգաներ նշել, թե որ լեռներ նշել, ինչևէ 8000 մետրանոց լեռներից մեկը ամեն դեպքում եւ երբ որ հասա գագաթ մեր Հայաստանի դրոշից հետո որոշեցի, որ GoPro-ի քանի լիցքավորումը ներում է, կարողանամ Սպարտակի մաղթանք իրականացնել եւ ստացվեց բաստորեն։ Իսկ ինչ սկզբունքով ընտրեցիք շարականը։ Ճիշտ ասած շարականներ երկել եմ, որ շատ լավ գիտեմ, բայց հասկանում էի, որ այնտեղ առանց թթվածնի դիմակ կարող ես 5 րոպե նորմալ գիտակից վիճակում մնալ, որոշ դեպքերում մինչև 10 րոպե կարելի է իհարկե, բայց ոչ ավել։ Բայց միևնույն ժամանակ պետք է շնչառությունը բավարարի 8000 մետրի վրա, որովհետև ինչքան խոր շունչ քաշես եւ երկես, թթվածնային քաղցը այդ ժամանակ սատուրացիան անմիջապես իջնում է արյան մեջ թթվածնի քանակությունը եւ ընտրեցի այնպիսի երկ, որտեղ ելևէջները շատ երկար չեն պահանջում եւ կարող ես ուղղակի երկելով անցնել առաջ։ Հակառակ բaragայում օրինակ եթե տերվողով միա երկեի, շունչս պետք է երկար պահեի, հասկանում եմ, որ թթվածնային քաղցը վարքյանական կհասներ ինձ եւ այդ սկզբունքով էլ ընտրեցի, հետո ամեն դեպքում հայրապետական հաղորդներ։ Արմենիայի սրտից բխած։ Բոլորը դա գիտեն եւ սրտից բխած Կոմիտասի առաջին տպագիր ստեղծագործությունն է եղել։ Դեռ սարկավակ ժամանակ այդ բանն էլ կա հրապարակված, թվով մարտի 5-ին, չեմ հիշի տարեթիվը, բայց պահպանվել էր մի ամսագրում, որ Սողոմոն Սարկավակ Սողոմոնյանի երաժշտությամբ եւ այլ կարծես թե հոգեվորականի բառերով ստեղծվեց այդ ստեղծագործությունը։ Շատ խորհրդանշական էր ու հաճելի։ Եվ կարծեցի, որ նամանավանդ հիմա հայրապետական աղոթքը կարևոր կլինի հնչեցնել։ Վերադառնալուց հետո ինչ եք արել առաջինը։ Ջուր եմ խմել։ Ինչու։ Հայաստանի ջուրն էի շատ կարոտել։ Մինչև հիմա էլ դեռ կարոտել եմ եւ կարոտած տենց ամեն ջուր եմ խմում։ Դե հասկանում եմ դա ինչից է գալիս 8000-ի վրա 7000-ից սկսած գնալով օրգանիզմը ավելի է ջրազրկվում
որովհետև որոշ մասնագետներ ասում են մինչև 4-5 լիտր է պետք խմել այդ բարդությունների վրա, բայց ամեն դեպքում մեր օրական պաշարը նույնիսկ 1-ից 1.5 լիտր չէր հասնում։ Ինչու, որովհետև առաջին հերթին այդտեղ ջուր բարձրացնող չկար, երկրորդը այն ջուրը, որ մենք էինք խմում, մենակ հալեցրած սառույցեր եւ ձյուներ, բնականաբար միներալային մասան 0 էր, իհարկե ներքևում օգտագործում էինք էլեկտրոլիտներ, ավելացնում էինք այդ ջրին, բայց համը փոխվում է ամեն դեպքում եւ չես կարողանում շատ խմել։ 7000-ից սկսած թեյն է, որ մեր միակ, այսպես ասած, ջրի պաշարը, դա էլ կարող ես խմել օրական մի քանի բաժակ, էլի չես կարողանում, ինչքան էլ ստիպում ես քեզ խմել հեղուկ, բայց ամեն դեպքում բավարար չէ։ Իսկ գագաթի վերելքի ժամանակ դա այլ պատմություն է, որովհետև եթե դու նույնիսկ մոտդ ջուր ես ունենում, տերմոսի պարագայում նույնիսկ, այդ ջերմաստիճանում սառում է եւ չես կարող լիտրերով ջուր բարձրացնել հետդ ամեն դեպքում։ Ստացվում է, որ այդ 8000 մետրից վերև այդ մահացու գոտում հայտնի տերմին է դա, dead zone անգլերեն կոչվում է, դու ջրի պաշար չես ունենում։ Եվ ամբողջ այդ վերելքի ընթացքում զգում ես այդ օրգանիզմի ծայրահեղ ջրազրկումը Միևնույն ժամանակ շատ վատ օրինակ եմ բերում, բայց պատկերացրեք մարդկանց շուրթերը, որ ճաքում են, չէ, ավելակ աշնանեկարն քամիների ժամանակ լինում է։ Այդ նույնը տեղի է ունենում բերանի լորձաթաղանթի հետ ներսից։ Նույնը լինում է քթի լորձաթաղանթի հետ, արյունահոսություններին անմիջապես լինում ոչ թե ճնշման արդյունքում այդ արյունահոսությունը, այլ ընդհանրապես լորձաթաղանթը վնասվում է այդ քամուց, ցրտից, սառը օդից Եվ փաստացի անգամ շնչառությունից, այո, փոքր տենց արյան հոսք նկատվել եւ ջուրը իհարկե օգնում է բերանի լորձաթաղանթին, բայց ամենայն դեպս ջուր չունենք այդ բարձրության վրա եւ գալուց հետո անդադար ջուր եմ խմում, դե հասկանում եմ, որ օրգանիզմը դեհիդրատացիայի է ենթարկվել, ջրազրկվել է ինչքան հնարավոր է եւ դրա արդյունքում է նաև որ դու շատ քաշ ես կորցնում եւ մինչեւ հիմա ջուր եմ խմում։ Մահվան գոտու մասին խոսեցիք, ինձ հետաքրքիր է այնտեղ տարբեր այսպես նյութեր ուսումնասիրելից գիտեմ, որ եթե մարդիկ մահանում են, մարմինները տեղեր կան, որ չեն կարողանում հանել, դες պատահել է ճանապարհին այդպիսի ինչ որ տեսարաններ։ Առաջ շատ էր նմանատիպ դեպքերը եւ շատ մահացած մարմիններ կային լեռան վրա։ Մի քանի տարի առաջ Նեպալի կառավարությունը որոշեց, որ հնարավորինս պետք է այդ հարցը լուծի եւ ինչքան որ հնարավոր էր մարդկանց մարմինները իջացրեցին ներքև։ Անմիջապես բազային ճամբարի կողքը սավույցների մեջ առաջին մահացած մարմինն ենք տեսել, որ չեն կարողացել հանել, հետ սկսում ես վերելքդ, անցնում ես այդ մարմնի կողքով եւ հաջորդը, որ տեսանք, դա Հիլերի աստիճանների վրա էր, ամենավտանգավոր գոտում, ամենաբարդ անցանելի հատվածում, որտեղ մեկ մարդ կարող է ուղղակի անցնել եւ այդ դիակը ներքևում հենց անմիջապես ոտքերի տակ այդպես տարիներով այնտեղ է ոչ մեկ չի իջացնում վստահ եմ կարող են իջացնել բայց ինչ պատճառներով չեն իջացնում կամ հնարավորաբար վճարող չկա դրա համար այդպես եւ դու ստիպված ես ուղղակի ոտքդ դնել եւ անցնել առաջ Դա նաև հոգեբանորեն մեծ բան է առաջացնում կարծում եմ այո եւ պատճառներից մեկը այդ երկարատև այդ հոսքի որ կանգնած էր հենց Հիլերի աստիճանների վրա
նմանատիպ հոգեբանական ճնշումն է, հենց այդ մարմնի հատվածում մարդիկ ուղղակի sense կանգնում էին ու առաջ չէին գնում։ Մի քանի անգամ նկատեցի այս դեպքեր տարբեր հատվածներում հիլերի, բայց հենց այդտեղ ուղղակի կանգնում էին։ Երևի գիտակցություն, երևի հոգեբանական ճնշում կանգնում էին ու առաջ չէին գնում։ Դժվար է այդ պահին գնալ մեծ դժվարության տեսնելով դրա ձախողված օրինակը։ Այո, բայց ամեն դեպքում։ Իսկ ինչ էիք ուտում, ինչ սննդացանք ունեիք, ինչ կենցաղ ունեիք այդ 2 ամիսների ընթացքում։ Բազային ճամբարում շատ լավ էր սնունդը, 5400 մետրի համար շատ լավ էր, խոհանոց ունեինք, խոհարար ունեինք, մատուցող ունեինք, բավականին լավ պայմաններ էր, մեծ վրան ունեինք ընդհանուր, որտեղ նախաճաշ եւ ընթրիք էինք նստում, ինչպես նաեւ հավաքվում էինք մնացած ժամանակ։ Նույնիսկ մենյու ունեինք, որով պատվիրում էինք, թե նախաճաշին ինչ ենք ուզում, ճաշին եւ ընթրիքին ամեն օր, բայց խնդիրը ինչ էր, որ այդ նույն մենյուն, այդ նույն սննդակարգը կարողանում ես սնվել 1 շաբաթ, 2 շաբաթ եւ հետո արդեն ուղղակի այդ ամեն ինչից հոգնում ես։ Իսկ սնունդ կար, որ կարելի չի կարելի էր այսպես, թե ցանկացած բան կարողանում եք ուտել։ Հիմնականում ոչ, ինչը որ կար այնտեղ ներառված, բոլորը բնականաբար թույլատրելի էին, եւ այդ բարձությունից վերև միսը ցանկալի չէր, որովհետեւ ծանրամարսեր ավելի այդպես։ Ոչ թե ծանրամարսեր, այլ եփելու համար համապատասխան ջերմաստիճան չէր կարողանում ապահովել, եւ միևնույն ժամանակ հասկանում էինք, որ ինչքան էլ ուղղաթիռով սնունդը բերում հասցնում էին այնտեղ, ամեն դեպքում այդ թարմությունը չկար։ Այդ թարմության զգացողությունը մենք չէինք զգում։ Նամանավանդ էքսպեդիցիայի վերջում արդեն հասկանում ենք, որ ամեն ինչ հնացել է սնունդը։ Իսկ բազային ճամբարից վերև երկրորդ ճամբարում փոքր խոհարարական վրան կար, այնտեղ փորձում էին սուպեր պատրաստել նմանատիպ բաներ, բայց ամեն դեպքում ախորժակի անկում այնքան բարձր այդ բարակայում, որ ինչքան է ստիպում ես քեզ սնվել, ամեն դեպքում չի ստացվում։ Սնվել չի ստացվում։ Էլի Սպարտակ Հովհաննիսյանի խորհրդով հիշում եմ, երևի թե 2012 կամ 13 թվականներ մեկնում ենք Դամավանդի վերելքի, ասում էր հետներդ պլաստուր մատարեք, նախ չորափչանալու վտանգ չկա, եւ հետո սննդային առումով շատ բարձր է իր կալորիականությունը եւ բոլոր բարձր լեռնային վերելքների ժամանակ պաստումա վերցնում։ Լավ խորհուրդ է։ Բայց այդ դեպքում ջրի պակասի բարակայում ջրի պակաս զգում ես, այո, պաստումայի դեպքում առավել եւս ծարավ զգում ես, բայց ավելի լավ է կուշտ լինել։ Պակաս պետք է եւ եթե ճիշտ եմ հիշում, բազային ճամբարից վերև 3-4 ճամբար ունեինք, ամենտեղ կարողացել եմ մեկ հատ սնիկերս ուտել միայն, այդպես բարձրացել եմ գագաթեկիլա պաստումայի հետ։ Հետաքրքիր։ Առաջարկում եմ ջրի ընդմիջում անենք։ Դուք եք ուզում։ Եղամայի ջուրը։ Ես էլ եմ պահիտակ մոռանում եմ հարցեր տամ, ուզում եմ այսպես նստեմ լսեմ։ Եվ կինոյի սցենարը։ Բայց ես չեմ հասկանում մարդկանց մոտիվացիան այդ վախենալու բաներն անելով է։ Իրոք Շերպային նկարին եք, որ ուխտում ես։ Շատ հետաքրքիր էր, այ չասեցի դրա մասին։ ասեք, եթե ուզեք բան կանենք։ Ցևը սպիտակով հավելենք։ Նկարները ուղղակի իրանը դնենք էլի։ Այո, կա։ Հա, շատ լավ։ Շերպային, որ ինձ օգնեց արդեն գագաթից իջնելուց ու տվեց իր թթվածինը, ասեցի, անուտ ինչա ես քեզ ոնց գտնեմ,
ասեց հիշում եմ, ասեց sharing Sherpa ու ցույց տվեց իր ուսի վրա փակցված իր անունը ես ուզում էի հեռախոսս գրպանիցս հանեի որ կարողանայի նկարեի իր page-ը չկարողացա հիշեցի որ հեռախոսის մեջ ուղղակի սայդ դիցք չկա ընդհանրապես ասենց ձեռքս գցեցի իր այդ page-ին եւ փոկեցի վրայից ինքը ասեց չէ ասեցի չէ չկա ես քեզ կգտնեմ հետո որ վերադարձա Հայաստան արդեն Facebook-ով գտա իրան WhatsApp-ով կապի մեջ ենք այո եւ տեսնենք կարողանանք իրեն բերել Հայաստան այդպիսի պլաններ կան Շատ 25 տարեկան Ինչ կարող է անել, չէ՞ մի մարդու որոշումը կամ մեկ ամենադժվար պահին քեզ հասնելը։ Եվ փաստացի իր օրինակը պետք է մյուսների համար օրինակ լինի եւ այն պարգևավճարը, որ շերպաներն են ստանում, այսպես կոչված summit bonus-ը, որը բավականին մեծ գումար է եւ կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի մատալ այս տղային, քան թե այն շերպային, որ ինձ ուղեկցում է, բայց ամեն դեպքում։ Այսինքն շերպաները ստանում են նաև պարգևավճարներ։ Բացի իրենց աշխատավարձից, որ ես չգիտեմ ինչ արժի, յուրաքանչյուր շերպա, եթե գագաթ է հասցնում իր հաճախորդին, ինքը ստանում է մինիմալ սահմանված գումար $1800 համարժեք իրենց դրամը որոշները կարող են բարձրացնել դա իջեցնել եւ այլն բայց դա մինիմալ սահմանված թիվ է բոլոր համար իսկ ինչ արժե Էվերեստ գնալը ուրեմն շատ տարբեր արժեքների եւ ծառայությունների ընկերություններ կան ամեն դեպքում խոսեմ իմ ընտրած ընկերությունից, որը կոչվում է 8K Expedition, իրենց բազային փաթեթը, որ ես վերցրել էի արժեր $36,000 եւ դրա մեջ մտնում էր ամենաթանկ իրենց ծառայության մասը այդ թթվածիններ մտնում էր 6 բալոն թթվածին ես իմ ամբողջ վերելքի ընթացքում օգտագործել եմ 5 բալոնից քիչ, այսինքն 4 բալոն եւ մի քիչ եւ մեկ հատ բնականաբար ավելացավ բալոնների քանակից բայց այդ $36,000 մեջ չի մտնում բնականաբար գույքը չի մտնում շերպաների եւ խոհանոցի սահմանված թեյավճարները, որը որ շուրջ $2,500 եւ պայմանագիր մեջ ֆիքսված չի մտնում բժշկական ապահովագրությունը, որը որ պետք է մինիմալ ներառի $80,000 ծախսատածկում եւ միևնույն ժամանակ անգլերենով ասած high altitude evacuation, այսինքն բարձր լեռնային էվակուացիան, որը որ ուղղաթիռների միջոցով է անում կամ եթե նույնիսկ շերպաներն են անում իրենց համար համապատասխան ծածկույթը չի ներառում այդ ամբողջ ընթացքում վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքները, ինչը որ ինձ հետ պատահեց եւ ստիպված եղա ուղղաթիռ վերցնեմ օրինակ այդ վերադառնալու համար, որովհետեւ եղանակը փակ էր եւ ոչ մի ինքնաթիռ չէր թռչում եւ մի շարք այլ ծախսեր չեն ներառում այնուամենայնիվ ամբողջ Էվերեստի վերելքը ինձ վրա արժեցավ $56,000 եւ հենց այստեղ պետք է շնորհակալություն հայտնեմ ինձ աջակցող բոլոր ընկերություններին պետք է նշեմ որ նաեւ բարձր լեռնային գույքը ձեռք են բերել հենց DCF-ի աջակցությամբ Կան մարդիկ, որոնք առանց թթվածնի են բարձրանում եւ դա արդյոք իրենց մարզվածությունից է թե ոչ
Այո, իհարկե բոլոր լեռներն հնարավոր է առանց թթվածնի բարձրանալ։ Աշխարհում առաջինը, ով բոլոր 8000 մետր լեռները բարձրացել է առանց թթվածի, դա Մեսներն է, հայտնի իտալացի լեռնագնաց, լեգենդար լեռնագնաց։ Մեկ շատ կարևոր նախապայման կա, անկախ ֆիզիկական պատրաստվածությունից, որ ցածր թթվածնի այդ մակարդակին քո օրգանիզմը պետք է պատրաստ լինի։ Միակ հարցը լուծող այդ պատրաստվածության դա արյան ձևավոր տարրերից էրիթրոցիտներն են։ Ինչ ենք օրինակ մենք բարձրանում 6700 մետր եւ իջնում հետ, չէ՞։ Երբ որ մեկ անգամ բարձրանում ես այդ բարձրության, օրգանիզմը հասկանում է, որ թթվածնի քանակությունը օդի մեջ պակասել է եւ քանի որ հյուսվածքները շատ թթվածնի կարիք ունեն, սկսում է էրիթրոցիտների քանակությունը ավելացնել արյան մեջ, որպեսզի կարողանա օդի մեջից այդ ցածր թթվածինը բավարար չափով հասցնել հյուսվածքների։ Եվ երբ որ օրինակ դու X մակարդակից քո մարմինը բարձրացնում ես Y մակարդակի, ստերից ստեղ հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ օրգանիզմին։ Եվ այս ժամանակի ընթացքում էրիթրոցիտների քանակությունը բարձրանում է եւ քո մարմինը ստացվում է, որ արդեն հարմարված է այս բարձրության վրա։ Եվ եթե ընտրում ես, որ դու պետք է վերելքդ իրականացնես առանց թթվածին, դա նշանակում է, որ ոչ թե 60 օր պետք է մնաս այդ բարձր լեռնային պայմաններում, այլ 65, 70, երբեմն 80 օր կապված եղանակից եւ տարբեր ֆակտորներից եւ նաեւ քո ինքնազգացողությունից իհարկե։ Հենց որ դա այսպես ասած օրգանիզմի հարմարողականության ժամանակահատվածն է, կապված թե քո օրգանիզմը ինչքան արագ կարողանա ադապտացվել այդ բարձրությանը եւ այո, այդ բարակայում առանց թթվածին հնարավոր է հասնել գագաթ եւ վերադառնալ։ Դուք նաև Էվերեստ բարձրանալիս մեկնարկեցիք դրամահավաքի արշավ, կուզեմ դրա մասին մի փոքր եւս խոսեք, ինչն էր պատճառը նախ, որ որոշեցիք ձեր արշավը կապել դրամահավաքի հետ եւ անել բարեգործություն, եւ երկրորդ մասը ինչ բարեգործություն է եւ եթե կաղեն մարդիկ եւս միանալ, ուղղորդել որտեղ եւ ինչ քայլեր անեն։ Նախ ասեմ, որ այդ գաղափարը ծնվեց անցյալ տարի, երբ որ պետք է բարձրանայի հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը Ակոնկագուան, եւ ասեմ, որ Ֆյուլեր տնօրինական կենտրոնը, որ երկար տարիներ Հայաստանում զբաղվում է կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմամբ, այսինքն նրանք ովքեր ունեն կիսակառույց տուն եւ չեն կարողանում ավարտել, Ֆյուլերը աջակցում է այդ ընտանիքներին ֆիքսված մինիմալ գումարի պարագայում, երբ որ օրինակ իրենց հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ այսքան գումարի պարագայում տաշինարարությունը կավարտվի եւ մարդիկ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել, Ֆյուլերը ընտրում է այդպիսի ընտանիքների եւ ներառում իր ծրագրերի մեջ։ Անցյալ տարի Ակոնկագուայի վերելքի ժամանակ, քանի որ բնականաբար նմանատիպ վերելքների ժամանակ միշտ բոլորի ուշադրությունը շատ կենտրոնացած է դեպի այդ վերելքը, որոշեցինք, որ մեկ ընտրանիք ընտրենք եւ փորձենք այդ վերելքի ընթացքում այդ անհրաժեշտ 5 միլիոն դրամը հավաքել։ Շատ արդյունավետ ստացվեց եւ ընդամենը 15-20 օրվա մեջ այդ վերելքի ամբողջ ընթացքում այդ 5 միլիոն դրամը արագ հավաքվեց։ Եվ այդ ընտանիքը ունեցավ իր տունը։ Եվ քանի որ արդեն նախադրյալը կար եւ շատ լավ ստացվեց եւ այս վերելքը պետք է 15 օրվա փոխարեն 2 ամսից ավել ցկվեր, որոշեցինք, որ այս անգամ 3 ընտրանիք ընտրենք եւ փորձենք այդ 15 միլիոն դրամը հավաքել եւ 3 ընտանիք արդյունքում բնակարան կունենա։ Ընտանիքների ընտրությունը իրականացրել է Ֆյուլեր տնօրինական կենտրոնը
2 ընտանիք ընտրել են Արարատի մարզից եւ 1 ընտանիք Կոտայքի մարզից։ Իրենց ընտանիքների պատմությունները, լուսանկարները արդեն տեղադրվեց Ռեալմի հարթակում եւ դրամահավաքը մեկնարկեց։ Պետք է ասեմ, որ այս անգամ բավականին դանդաղ է ընթանում դրամահավաքը, վստահ եմ կապված եւ տնտեսական վիճակի եւ ընդհանուր գլոբալ այս փոփոխությունների հետ։ Ամեն դեպքում 3 ընտանիքներից այս պայթրությամբ դեռ 1 ընտանիքի տան շինարարության գումարն է հավաքվել եւ դեռ առաջիկայում ժամանակ կա եւ բոլոր հարցազրույցներին, բոլոր պրեզենտացիաներին, որոնք առաջիկայում տեղի են ունենալու, ես խնդրել եմ, որ դիտորդները, մասնակիցները սկսած մինիմալ սուրճի գումարից հանգանակեն Ռեալմի հարթակի միջոցով այս ընտանիքներին եւ որպեսզի արդյունքում իրենք նույնպես ունենան իրենց բարեկեցիկ կյանքը ապրելու հնարավորությունը եւ կարծում եմ, որ սոցիալական պատասխանատվությունը պետք է բոլորիս մի մասը կազմի եւ եթե կարողանում ենք ինչ որ չնչին բանով մարդկանց բարեկեցությունը եւ կյանքը փոխել, մենք պետք է մեր ամբողջ աշխատանքը այս ուղղությամբ նույնպես ավելացնենք։ Նախագիծը ոնց գտնեն անունը կարող եք ասել։ Ռեալմի եմուտ գործելուց հետո կառուցեք դիրեկտորում փոխեք 3 կյանք նմանատիպ վերնագրով դրամահավաք գտնեք, որտեղ կարող եք արդեն ձեր վերաբերություն բերել բոլորիս 3 ընտանիքների համար։ Շատ լավ։ Եվ մեր զրույցը ամփոփելով, Գևորգ, ավանդական խաղ ունենք, չգիտեմ մեր խաղը այս Էվերեստի անհավանական պատմության մեջ ինչքան հետաքրքիր կլինի, բայց ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ եւ 1-ը սուտ, անհավանական պատմություններ կամ փաստեր, որոնք մեզ դիտող լսողները կփորձեն գուշակել, որն էր ճիշտ պատմությունը, որոնք էին ճիշտ պատմությունները եւ որն էր կեղծ պատմությունը, արդեն մեր այս զրույցից ձեզ որոշ չափով ճանաչելու հետևանքով։ Ովքեր բաժանորդագրված են Ռեալմի հարթակի մեր նախագծին, մենք էլ այնտեղ ունենք նախագիծ։ Վերջում կնկարենք կադրից դուրս հատված, որտեղ ես կգուշակեմ եւ դուք կասեք, որն էր կեղծ պատմությունը, դա կուղարկենք արդեն իրենց մեր բաժանորդներին։ Արարատը բարձրացել եմ 25 անգամ։ Էդ ասել եմ ես սկզբում, հա։ Չէ, 26 եք ասել։ Ես 25 եմ ասում, ճիշտ է թե չէ։ Նոյան տապանի տեղը գիտեմ։ Նոյան տապանի խարիսխի տեղը գիտեմ։ Եվ բաղ գնում եմ տաղ քշելու, ով ուզում է թող միանա։ Շատ լավ։ Հուսով եմ իրական Նոյան տապանի տեղը եւ խարիսխի մասին էր խոսքը, իհարկե դրա մասին արդեն կխոսենք կադրից դուրս հատվածում։ Շատ շնորհակալ եմ Գևորգ ու շատ ուրախ եմ, որ առողջ վերադարձել եք ու հաղթահարել եք այդ մեծ դժվարությունը եւ առիթ ունեցանք մեծ ուրախությամբ զրուցելու եւ լսելու այն մեծ փորձառությունը, ինչ որ դուք ապրել եք։ Շնորհակալ եմ շատ հաճելի զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ հյուրընկալվել։ Ոնց որ լեռնագնացային տենց սպորտի պիկը Էվերեստ բարձրանալն է։ Հաջորդ քայլը որն է։ Կամ ինչ որ հետաքրքրություն էլի կա։ Երբ որ գագաթից իջնում եմ, մտածում եմ, որ երբեք էլ 8000 մետր, 7000 մետր լեռներ չեմ գնա։ Հիմա էլ եմ այդ կարծիքին, չեմ գնա երբեք։ Որտեղ կարծում եմ, որ այդ աստիճանի կյանքը վտանգի տակ դնել միտք չունի այլևս։ Էվերեստը արեցի արդեն հերիք, ինչ եմ անում 8000 մետր աստիճանները։ Բայց գոյություն ունի աշխարհի 7 գագաթ, դա ամեն մայրցամաքի ամենաբարձր գագաթն է։ Էվերեստով ես 4-րդը արդեն ավարտեցի ու ամենադժվարները արդեն անցել եմ։ Ինձ մնում մատակը Անտարկտիդայի ամենաբարձր գագաթը, Առջևում 3 Վինսոնն է, 4800 մետր, երկրորդը Ավստրալիայի ամենաբարձր գագաթն է եւ վերջինը Ալյասկան է, Դենալին,
Դրանք բոլորն էլ համեմատաբար Էվերեստի հետ եւ Ակոնկագուայի հետ շատ անգամ ավելի հեշտ եւ ոչ վտանգավոր լեռներ են։ Հենց որ կարծում եմ, որ աշխարհի 7 գագաթը կավարտեն առաջիկա տարիներին։ Ընտիր, ու առիթ կունենանք էլի խոսելու արդեն ավելի ընդարձակ ու տարբեր լեռների